Ողջույն հարգելիներ, դարսը համարվում է դժվար դարս, բայց ես ավելի շատ կասեի կրկնակի դարս է, որովհետև այստեղ կա հանդիպակաց դարս և միակողմանի։ Սկզբից կարվում է հանդիպակաց դարսը, այնուհետև մի կողմանի դարսը, որը ամրացվում է կարով դարսի մի կողմի վրա։ Կարում ենք հանդիպակաց դարսը, դարսի լայնությունը ըստ ձեր մոդելի է, կարը սկսում և ավարտում ենք ամրակարով, կարի այս երկարությունը նույնպես ըստ մոդելի է, որքան որ ուզում եք, որ կարված հատված լինի։ Կարելուց հետո ծալում ենք դարսի խորությունը աջ և ձախ, կարող ենք աշխատանքը հարթուկել։ Հանդիպակաց դարսը կարելուց հետո անցնում ենք արդեն միակողմանի դարսին, ուշադրություն դարձրեք, որ միակողմանի դարսի այս լայնությունը հավասար է հանդիպակաց դարսի այս լայնությանը, բայց դա կարող է փոփոխվել, եթե դուք ցանկանաք ըստ ձեր մոդելի։ Միակողմանի դարսի ծալքի ուղղությունը համապատասխանում է հանդիպակաց դարսի ծալքի ուղղությանը։ Դարսը ծալում ենք այնպես, որ իրար վրա դրված լինի, այսինքն մենք կարելու ենք հիմա վրադիր կարով, կարող ենք այդպես ասել, այնպես, որ հանդիպակաց դարսի այս ծալքի եզրից հեռավորությունը լինի 1-2 մմ։ Կարը սկսում և վերջացնում ենք ամրակարով, կարի երկարությունը հավասար է նախորդ դարսի կարի երկարությանը։ Դա նույնպես կարող է փոփոխել, եթե ուզում եք ըստ ձեր մոդելի ցույց տալ դարսերի բացվածքների տարբեր մակարդակներ։ Կարելուց հետո հարթուկեցի դարսի միջին գիծը, հետո նոր կհարթուկեմ դարսի այս ծալքի գիծը։ Եթե աշխատանքի պրոցեսի ընթացքում կատարեք բոլոր հարթուկման աշխատանքները, վերջնական ձեր աշխատանքը ավելի կոկիկ և գեղեցիկ կստացվի։ Շատ գեղեցիկ դարս է, կարող եք հանգիստ կիրառել ձեր աշխատանքներում, հատկապես եթե կիսաշրջազգեստ է և միջին գծում կա ահա այսպիսի երկկողմանի դարս և այնուհետև մի կողմանի դարսեր։